Թել Ավիվի եւ Երևանի բալետի ոլորտում համագործակցությունը ունի ավելի քան 10 տարվա պատմություն։ Նախկին երևանցի բալետի պարուսույց եւ մենակատար Արթուր Ավդալյանը մշտական բնակության տեղափոխվեց Իսրայել ու սկսեց պարել Իսրայելի բալետում։ Այնուհետև ավելի սերտացավ համագործակցությունն ու դժվար է արդեն թվարկել ավելի քան 2 տասնյակ հայրենիների անունները, որոնք պարել են Թել Ավիվի բեմերում։ Շատ լավ են դիմավորում, շատ, այսինքն ոչ մի տարբերություն չկա, հայ կլինի, ինչ ազգ կլինի, արվեստը դա արվեստ է, գնահատում են որպես կատարում։ Շատ դերեր են եղել, առաջին դերս իմ Իսրայելի բալետում եղել է Ռոմեո Ջուլիետան, այսինքն դա ինձ պրեմիերան էր Ռոմեոյի, եղել է, երբ որ ես դեռ 17 տարեկան էի։ Հետո դրանից հետո Դոն Կիշոտ, դրանից հետո Ժիզել, դրանից հետո տարբեր մոդեռն սոլո համարներ։ Այս պահին 6 հայ բալետի դերասաններ, մեծամասամբ մենակատարներ ելույթ են ունենում Իսրայելի բալետում։ 24 հիմնական կազմի շարքում, որն իրոք մեծ պատիվ է բերում մեր հայկական բալետի դպրոցին։ Հայկական բալետի դպրոցում պարարվեստի ուսումնարանում սովորել ենք զուտ դասականը, բայց այստեղ ասենք կան տարբեր ներկայացումներ, մոդեռն, որը որ պարտադիր այսօր ամբողջ աշխարհում, որ բոլորը պարում են, եւ նույնը սովորել ենք, այսինքն ով որ դասականը լավ տիրապետում է դասականին, կարող է տիրապետել նաեւ մոդեռնը։ Այժմ կրկին նոր ներկայացումներով ու նոր խաղացանկով են հանդես գալու։ Իսկ այս տարիների ընթացքում հյուրախաղերով Լյուդվիկը հանդես է եկել մի շարք երկրներում եւ նաեւ պարել է շատ հայտնի ռուսական բալետի աստղերի հետ միասին։ Իր համոզմամբ Իսրայելի բալետն իր մակարդակով չի զիջում եվրոպական ոչ մի կոլեկտիվի եւ արդեն իր ուրույն տեղն է գրավել։ Իր նախաձեռնությամբ Յաֆոյի Սուրբ Նիկողայոս վանքում ստեղծվել է հայկական պարի խմբակ, որի պարապմունքներին Թել Ավիվի եւ շրջակա քաղաքներից արդեն 10 հայ երեխա է հաճախում։ Անկախ նրանից կգնամ թե չեմ գնա, կապի մեջ եմ միշտ ամեն ինչից տեղյակ եմ, բոլորն ինձանից են տեղյակ, ասենք միշտ կապի մեջ։ Հայկական պարի շնորհիվ է, որ հնարավոր է ըստ հայ արվեստագետի միավորել Թել Ավիվում եւ նրա հարակից քաղաքներում բնակվող փոքրիկ հայկական օջախները։